Բարի օր բոլորին, ուրախ ենք որ միացել եք։ Մի քիչ իմ մասին պատմեմ։ Ես Equify ներումային հարթակն ենք ներկայացնում, Սամսոն Ավետյան անունս, եւ խոսել ենք ստարտափներից, իրենց այսպես ասած ճանապարհից, ֆինանսական փուլերից, գնահատումից, եկամտաբերություն եւ այլն։ Մի քիչ իմ մասին կարճ խոսեմ, տնօրենն եմ Equify-ի, մի 6-7 տարի աշխատել եմ հրեշտակ ներողների հետ, ստարտափների հետ, այսինքն որտեղ ներումների չափերը շատ ավելի մեծ են, Capgemini Management Consulting ֆինանսական հաճախորդների հետ, մի 15-20 տարվա փորձ ֆինանսական ոլորտում, նաև CFA-ի սերտիֆիկատ ֆինանսական եւս ուղղությունով, Harvard MBA եւ այլն, նաև գիրք ենք հասցրել գրել ես ընթացքում, դա մի 7 տարի 8 տարի առաջ էր։ Այսօր 3 հարց ունենք, որ պատասխանելու ենք։ Առաջի հարցը ինչու ներումն անել ստարտափներում կամ ինչու դիտարկել ստարտափները, դրանից կխոսենք, որքան եւ ոնց, պրեզենտացիան անգլերեն է, որովհետեւ տերմինոլոգիան շատ է անգլերեն է, մի քիչ դժվար կներ ամեն ինչ թարգմանել։ Հիմա ինչու են սովորաբար ներում անում ստարտափներում, մեկ իհարկե շատ բարձր եկամտաբերություն, դրա մասին կխոսենք, իհարկե մասնակցում են նաև որ տեխնոլոգիական ոլորտում, որտեղ ստեղ շատ մեծ հեռանկարներ են ստեղծվում ու այսպես ասած ապագայի տնտեսության, ապագային ուղղված կազմակերպություններում եւ իհարկե մեր մասով էլ է շատ կարեւոր այդ պրոգրեսը նաեւ երկրի մասով, որը տեխնոլոգիական մասը շատ կարեւոր է յուրաքանչյուր երկրի զարգացման ու ապահովության համար, այսպես ասած։ Հիմա մի քիչ խոսենք թե տեխնոլոգիական ոլորտը ինչու է հետաքրքիր մարդկանց համար, ստեղ ցուցակվում են ամենախոշոր կազմակերպությունները աշխարհի, Nvidia-ն, Microsoft-ը, Apple-ը, Amazon-ը, այսինքն մեծ մասը ոնց որ տեսնում եք, մինչև, չգիտեմ, 10-րդը կամ 8-րդը բոլորը տեխնոլոգիական կազմակերպություններ են, այսինքն այստեղ շատ արժեք է ստեղծվում, այս բոլոր կազմակերպությունները Nvidia-ից սկսած Microsoft իրանք ինչ որ բայի եղել են, այսպես ասած ստարտափ, հա, մեր սահմանումներով։ Հենց որ արժեքը շատ մեծ է ու այդ արժեքի մեջ մասնակցելու նաև հնարավորություն է տրվում ավելի վաղ փուլերում, հա։ Կան նաև այս պահին ստարտափներ, որոնք այսպես ասած բորսաներում ցուցակված չեն, այսինքն այս կազմակերպությունները Nasdaq, S&P 500 եւ այլն, իսկ սրանք, օրինակ SpaceX-ը, OpenAI-ը, իհարկե Anthropic-ը, շատերը հենց տեխնոլոգիական կազմակերպություններ են, որոնք դասվում են որպես ստարտափ, որոնք գործում են private markets, այսինքն իրանք ցուցակված չեն, այսինքն հասանելիությունը իրանց տրվում է միայն տարբեր տիպի VC ֆոնդերով կամ ներումային հարթակներով եւս կարելի է ձեռք բերել sense տիպի բաժնետոմսեր։ Հենց որ ստեղ ոնց որ տեսնում եք 400 միլիարդ, 300 միլիարդ, այսինքն համարյա թե top 20-ի մեջ է կմտնեն, եթե իրանք լինեին ցուցակված բորսաներում։ Մյուս սլայդում ցույց ենք տալիս, թե ինչ եկամտաբերություն են տարբեր ներդրողներ ունեցել ստարտափներում ներում անելիս։ Ձախից տեսնում ենք անունները, Facebook, WhatsApp, YouTube, Instagram, Figma, Shopify, Figma վերջերս, որ ցուցակվեց բորսայում։ Երկրորդը այնտեղ ինվեստորա գրված, այսինքն մարդիկ ովքեր ներում են արել ֆոնդերը կամ անձերը ներում են արել այդ ստարտափներում մինչև իրանց բորսա դուրս գալը։ Հիմա ոնց որ տեսնում եք, ստեղ մի քանի ձև են իրանք դուրս եկել, exit արել, exit-ը շատ ենք օգտագործելու այսօր։ Exit-ը կարա լինի կամ M&A, այսինքն ստարտափը վաճառվում է, օրինակ WhatsApp-ը վաճառվեց Facebook-ին, YouTube-ը Google-ին, կամ հետո Facebook-ը իհարկե exit արեց IPO-ի միջոցով։ Ու ամենաաջ կողմում տեսնում եք ինչքան են ներդրողների ներդրումը բազմապատկվել, հա, այստեղ տոկոսների մասին չի խոսքը, այսինքն տարեկան 5% կամ չգիտեմ 10%, այստեղ քանի անգամ է այդ ներդրումը բազմապատկվել, այսինքն այդ որ էքսպոնենցիալ ներդրումներ են, այսինքն գեոմետրիկ աճ է տեղի ունենում, այստեղ ցույց ենք տալիս, թե քանի անգամ են այդ ներդրումները բազմապատկվել։ Օրինակ այս Figma վերջերս, որ բորսայում դուրս եկավ բորսա 2025-ին 120 անգամ բազմապատկվել է Kleiner Perkins-ը VC-ը իրենց ներդրումը։ Կառուցվածքը լինելու է այս պրեզենտացիայի, սենց որ կարաք հարցերը ընթացքում տալ, կարաք հարցերը
տալ վերջում, իհարկե բոլոր դեպքերում մենք մի ժամ ունենք մոտավորապես, հենց որ եթե հարցեր կան, չաթում գրեք, կարձագանքենք ընթացքում։ Շատ լավ, գնանք առաջ, ուրեմն Այս ցույց ենք տալիս տեղ մի քանի հայկական կազմակերպություն, տարբերությունը ոչ թե տարբերությունը, այլ բորսաների հետ համեմատած, ոնց որ նշվեց private markets-ում, այսինքն մասնավոր շուկաներում, որոնք բորսաներ չեն, շատ քիչ ինֆորմացիա կա թե ստարտափների ֆինանսական մասին, թե ներդրողների շահույթի մասին, բայց տեղ ունենք որոշ օրինակներ, որտեղ հայկական ստարտափների մեջ մարդիկ ներդրում են արել, VC-ները եւ հրեշտակ ներդրողները եւ ինչքան են իրանք գումար կամ արժեք ստեղծվել։ Օրինակ Code Signal-ը, որը շատ հաջողված ստարտափ է, թիվը չեմ ուզում ասել, որտեղ հանրային չի, բայց 3 նիշով է սահմանում, այսինքն 100-ից բարձր։ Easy Demark-ը էլի տասնյակ անգամներ է բազմապատկվել, Service Titan-ը եւս տասնյակ անգամներ, Pixart-ը մի քիչ ավելի քիչ։ Ու շատ ստարտափներ կան Հայաստանում, օրինակ մյուս սլայդում ցույց ենք տալիս, թե ինչ այլ ստարտափներ կան, ու սրանք բոլորը չեն, ունենք մի հատ IPO, բորսայում ցուցակած Service Titan-ը, ունենք մի հատ unicorn նշանակում է 1 միլիարդից ավել գնահատմամբ կազմակերպություն, եւ Gecko Robotics-ը, որ եւս ստարտափ է, որը 1 միլիարդից ավել է գնահատում։ Որպես պատկերացում ստեղծեք ինչքանով էր իրանք մեծ, մեր ամենամեծ հայկական կազմակերպությունները թելեկոմ ոլորտում կամ բանկային սեկտորում իրենց գնահատումը ավելի փոքր է, քան թե այս ստարտափներից շատերը, հա, այսինքն արժեքը բավականին մեծ է։ Service Titan-ը 10 միլիարդանոց կազմակերպություն է։ Հետո նաև այս մասն է շատ կարևոր, հիմա ստարտափները ռիսկային են, բայց մենք շատ ենք ասում, որ որևէ ոլորտ չկա Հայաստանում, սեկտոր, որտեղ այսքան հետաքրություն է ստեղծվում միջազգային մասնագիտացված ներդրողներից, հա, այսինքն այն միջազգային ներդրողները ոչ հայ, որոնք ներդրում են Հայաստանում մասնավոր սեկտորում, միակ տեղը, այսպես ասած, որոնք իրանք շարունակաբար ներդրում են անում մեծ գումարներով, այդ ստարտափներն են։ Եթե ճանաչեք Sequoia-ն ամենաառաջատար բանն է, VC ֆոնդն է, ինդեքսը, Bessemer եւ այլն։ Մենք ունենք նաեւ մյուս սլայդերի շարքը, մի քիչ ավելի կոնկրետ խոսենք ստարտափների, այսինքն ճանապարհից, հա, ինչ է տեղի ունենում, ինչ են գնահատումները, exit-ները ոնց են տեղի ունենում։ Ստեղ ուրեմն շատ կարևոր է այս power loan, այսինքն մենք ունենք ստարտափներ, ստարտափների շատերի մոտ չի ստացվում առաջ գնալ, ձախողվում են, բայց նրանք ով նրանց մոտ ով մոտ ստացվում է, շատ մեծ եկամտաբերություն, այսինքն ներքևը որ տեսնեք 20 հատ կամպանիա, իրանցից կարող է մեկը 100-ից ավել անգամ բազմապատկի ներդրումը, հետո մի քանի հատը լավ ստացվեն ու շատերը ուղղակի ձախողվեն, որտեղ շատ դժվար է։ Ինչ է ստարտափը, ոնց է ստարտափը սահմանվում այս աշխարհում, նախ պետք է շատ մեծ տրանսֆորմատիվ, այսպես ասած, նորարարություն կամ տեխնոլոգիա լինի, այսինքն ինչ որ ոլորտ այդ կազմակերպությունը լրիվ փոխում է։ Օրինակ Service Titan-ի պարագայում, չգիտեմ, այդ ոնց ասեմ, բանի շինարարական ոլորտում կամ այդ ներքին տան ջուրա կամ չգիտեմ էլեկտրոէներգիա եւ այլն, այդ մարդիկ որ աշխատում են, Service Titan-ից առաջ գործիքներ չունեն, թե հաշվապարական, թե CRM եւ այլն, հիմա այդ կազմակերպությունը ինչ որ չափով ազդել է այդ շատ մեծ ձևով այդ փոփոխության այդ ոլորտում։ Այս էքսպոնենցիալ մարժն է շատ կարևոր, այսինքն իրենց աճը կազմակերպությունների ստարտափների շատ բարձր է, այսինքն ստեղ էլի ոչ թե 5% են տարեկան աճում տնտեսության հետ կամ 7%, իրենք աճում են, չգիտեմ, 20, 30, 40, նույնիսկ ավել տոկոսներով ամեն տարի։ Դա շատ ժամանակ նշում է, որ եթե ստարտափի մոտ լավ են գործերը, իր շրջանառությունը աճում է տենց 300% ամեն տարի։ 200%, 300%, մինչև ինքը գալիս է հասնում է բորսայի ցուցակման։ Եվ կարևոր է թեմը ինչ է նշանակում total addressable market, այսինքն ինչքանով այդ շուկան մեծ, որտեղ փոփոխություն ես դու ուզում տեսնել, որպես ստարտափ, որտեղ ես դու փորձում փոխել ամբողջ ոլորտը։
Ստեղ կամ թեմը պետք է բարձր լինի, այսինքն միլիարդներով, այսինքն այդ շուկան որտեղ ստարտափ աշխատում է, ինքը պետք է լինի ոչ թե մի քանի 100 միլիոն, այլ մի քանի միլիարդի հնարավորություն շուկայի։ Կամ շուկան դեռ փոքր է, բայց շատ արագ աճող է։ Օրինակ մենք ոլորտ ունենք, օրինակ quantum computing-ը, որ այս պահին տենց շատ մեծ շուկա չի, բայց շատ հեռանկարային է, որովհետև այդ ուղղությունով շատ գործ է արվում ու այդ շուկան տենց մի 5 տարուց հետո կամ 10 տարուց հետո եւս վերափոխելու է շատ բաներ տարբեր ոլորտներում ֆինանսականից սկսած։ Հետո կա եւս մյուս սլայդը, թե ոնց ենք ինչն է կարևոր ստարտափներում, հա, այդ տրանսֆորմատիվ սահմանումը ասեցինք, տեխնոլոգիան է նորարարություն, ինչ է կարևոր ստարտափներում, ուստեղ թիմն է շատ կարևոր, այսինքն այն հիմնադիրները, որոնք այդ գործը անում են, իրանք պետք է լինեն տարբեր տիպի հատկանիշներ պետք է ունենան, այսինքն որպես ներդրող մենք գնահատում ենք կամ յուրաքանչյուր VC ֆոнд գնահատում է այդ հիմնադիրների ունակությունը, ցանկությունը, եռանդը, այսպես ասած, շատ ժամանակ իրանք մեկ մի հոգի բիզնեսից է, մյուսը ավելի շատ դեպի տեխնոլոգիական հիմնադիր է, ու ստեղ մի քանի եւս հատկանիշ, որ շատ կարևոր է, որ այդ հիմնադիրները ունենան, դա աճն է, մարդկանց աճ է, այսպես ասած, կոպիտ ձևով, այսինքն որ իրանք շատ արագ կարողանան հասնեն ինչ որ ինքնազարգացման, այսինքն մարդ չի կարող լինի վաղ տարիքում ինչ որ ոլորտի մասնագետ, բայց շատ արագ պետք է կարողանա զարգանալ, սովորել եւ աճել, այսպես ասած, որպես ղեկավար, որպես այդ ոլորտի մասնագետ։ Ու իհարկե իրանց նվիրվածությունը այդ կազմակերպության հանդեպ, այդ ստարտափի գործունեության հանդեպ պետք է լինի շատ բարձր, այսինքն դժվարությունները շատ են լինելու ամբողջ ճանապարհի ընթացքում, ու իրանք պետք է կարողանան այդ մասը, կարողանան այդ ամենը հաղթահարել ու չփակել ստարտափը։ Ինչ որ պահին գուցե դժվարությունները կամ չստացվի իրանց մոտ, բայց բոլոր դեպքերում այդ տարիների ընթացքում այդ եռամնու էներգիան պետք է լինի։ Շատ ժամանակ հարց է տրվում, արդյոք իրանք պետք է լինեն մասնագետ ոլորտի, այդ այդքան կարևոր չի, ինչքան կարևոր է, որ իրանք եթե նույնիսկ մասնագետ չեն, կարողանան այդ մասնագետը դառնալ մի քանի տարվա ընթացքում, որտեղ այդքան ջանք են ներդնում, այդքան արագ են սովորում եւ աճում, որ դառնում են իսկապես ոլորտի մասնագետ, ու նաեւ լավ է այն մասնա, որ եթե դու այդ ոլորտում չես աշխատել երկար տարիներ, գուցե դու ավելի լավ ավելի օրիգինալ լուծումներ ունենաս, քան թե այդ մասնագետը, որոնք տես տասնյակ տարիներ ոլորտում են։ Ու իհարկե մարդիկ, ովքեր այդ բիզնեսը ստեղծում են, ստարտափները ստեղծում են, իրենք պետք է լինեն, այսինքն ապագային միտված, այսինքն որ մենք ստարտափ ենք սարքում, կամ ինչ որ մի հիմնադիր ստարտափ սարքում, ինքը միտված է դեպի ապագա, այսինքն այդ կազմակերպությունը լինելու է շատ մեծ կազմակերպություն, ոչ թե վաղը, այլ գուցե 3 տարուց հետո, 5 տարուց հետո կամ 10 տարուց հետո։ Եվ վերջի կետն էլ այդ վաճառքի մասը շատ կարևոր է։ Այսինքն ստարտափի պրոդուկտը կարող է շատ լավը լինի, բայց իր դիստրիբուցիան, այսինքն ինչքան դու ոնց կարած դու այդ դեպի շուկա հասցնես, ինչ մեթոդներով, ինչ խողովակներով, այդ ոչ ավելի քիչ կարևոր է, քան թե ինչքանով այդ պրոդուկտը շատ լավ է կամ մրցունակ, հա։ Այդ թիմի մասով Ստեղ բավականին շատ ինֆո է տրված, թե ինչ փուլերով է ստարտափը անցնում։ Ամեն ինչ սկսվում է ինչ որ գաղափարով, այսինքն ինչ որ ոլորտ կա, որը տեխնոլոգիայի միջոցով բավականին հետամնաց է։ Օրինակ էլի service title-ի օրինակը բերեմ, service title-ի ոլորտը շատ բաներ ձեռքով էին արվում, այդ մարդիկ տեխնոլոգիայի հետ առանձնապես կապ չունեին, հիմա տրվեց մի product, մի լուծում գործիք, որը վերափոխում է ամբողջ այդ ոլորտը։ Այդ գաղափարից է սկսվում, հետո ձևավորում է թիմ։ Թիմը ոնց որ նշվեց շատ կարևոր է, ու թիմը սովորաբար ասում է, որ 2-3 հիմնադիրներից շատ չպետք է լինի, որտեղ հիմնադիրները ունենում են մասնաբաժին։ Երբ որ իրանք այս բոլոր փուլերով անցնում են, ֆինանսավորում են ստանում, այդ մասնաբաժինը նվազում է։ Այսինքն, չգիտեմ, VC-ները ներդրում են անում, ներդրողները ներդրում են անում տարբեր ձևերով, ու այս մասնաբաժինը նվազում է թիմի։ Ու եթե թիմը շատ մեծ է, նշանակում է, որ մի քանի տարուց հետո, 5 տարուց հետո, այդ մարդկանց մասնաբաժինը դառնում է, չգիտեմ, 10% կամ 5%, ու ըստ դրա այդ մարդկանց շահագրգռվածությունը շարունակել նույն
էներգիայով երանդով աշխատել այդ ուղղությամբ, ավելի նվազ է։ Այսինքն թիմը չի կարող լինի շատ մեծ, ու սովորաբար մի հոգանոց թիմերն էլ ամենալավ բաները չեն, օրինակները չեն։ Կան իհարկե Zuckerberg-ը, Facebook-ի կամ Amazon-ի Jeff Bezos-ը, բայց սովորաբար ասում եմ, եթե թիմը 2 հոգանոց կամ 3 հոգանոց է, դա մի քիչ ավելի լավ հեռանկարներ է ստեղծում, քան, չգիտեմ, 4 հոգանոց թիմ կամ 5 հոգանոց թիմ։ Երբ որ թիմը արդեն ձևավորվում է, գաղափարը կա, ստեղծվում է արդեն product-ը, MVP-ն է, minimum viable product-ը։ Այստեղ մի քիչ ֆինանսավորումից կխոսենք, բայց սովորաբար իդեայի ու թիմի ու MVP շրջանակներում, եթե թիմը շատ փորձառու է, այսինքն այս մարդիկ արդեն ստարտափ ստեղծել են, արդեն հաջողվել են, իրանց շատ մարդիկ ուզենան եւս գումար տրամադրել։ Բայց եթե դա իրանք առաջի անգամ են անում, այդ փուլերում գումար հայթայթելը ներողներից շատ դժվար է։ Եթե իհարկե Zuckerberg-ը Facebook-ից դուրս գա ուրիշ բիզնես ստեղծի, իհարկե շատ հաջողներ իրանք պատրաստական են նույնիսկ իդեայի մակարդակում գումար հատկացնել, բայց սովորաբար երբ որ թիմը նոր է, այնտենց ֆինանսավորման մասը շատ ավելի դժվար է։ Ստեղծում է MVP, այսինքն product-ը ինչ է նշանակում, որ մենք թեստավորում ենք, այս 4-րդ կետի մասն է խոսքում, թեստավորում ենք այդ իդեան, այսինքն մենք ստեղծում ենք product, որը ինչ որ խնդրեմ է լուծում, ինչ որ խնդիր է լուծում շուկայում։ Բայց դա իհարկե ամբողջ ստարտափի բանը է, որ ինքը ենթադրություն է, որ այս խնդիրը կա, ու այս լուծումը, որ դու ստեղծել ես, օգտակար լուծում է, հա։ Ու մենք այդ սկսում ենք էքսպերիմենտացիան, այդ ենթադրությունները ստուգելը։ Ոստեղ շատ կարևոր է, որ ստարտափը արագ շարժվի։ Շարժվել ասումով, որ այդ product սարքելը, էքսպերիմենտ անելը կարճ տևի, որտեղ ինչքան երկար է տևում, այնքան այդ ստարտափը գումարա ծախսում, հա, ամեն ամիս կա cash burn, այսինքն փող եմ, կոպիտ ասած փող եմ վառում, ու իրան ինչքան արագ աշխատեն, այդ product-ը ինչքան արագ սարքեն, թեստավորեն, այդ short batches-ը, այնքան ավելի քիչ փող է ծախսում, որտեղ եթե իրան քիչ փող ծախսած հասկանան, որ այս product-ը այս ձևով լավ չի աշխատում կամ ընկալում չկա շուկայի կողմից, իրանք կարան արդեն այդ 6-րդ կետում pivot անել, այսինքն փոխարինել product-ը կամ շուկան, որպեսզի առաջ գնան։ Ու շատ ասում, որ ստարտափները մի անգամ այդ product market fit-ը չեն գտնում, product market fit-ը փոխվում է։ Այսինքն դու կարաս ինչ որ բայի շատ լավ աշխատի, օրինակ մի օրինակ բերենք, որ Crisp-ում ինչ որ այն product-ը, որ տրամադրվում էր, այդքան ակտուալ չէր ինչ որ բայի, հետո COVID, Zoom աշխարհ եւ այլն, այդ ժամանակ շատ մեծ էր product market fit-ը, մեծ շրջանառություն, մեծ հաջողություն, բայց հետո այդ product market fit-ը կարա կորի։ Հիմա Crisp-ի պարագայում իրանք վերափոխեցին product-ը, ուրիշ ուղղությունով գնացին ու եւս իրանք բավականին հաջողություն ունեն այդ բանի մեջ, այդ առաջընթացում, այդ առաջընթաց գնացեց նաեւ այդ product-ի փոփոխման ընթացքում։ Շատ ժամանակ ստարտափների մոտ գուցե դա ստացվում է, գուցե դա չի ստացվում ու կարող է այս փուլերում, երբ որ product market fit չկա, այսինքն product-ը չի համապատասխանում շուկայի կարիքներին, շատ ստարտափներ այդտեղ են ձախողվում։ Հետո գալիս է, երբ որ դու տեսնում ես, որ արդեն աշխատող շուկա կա, պահանջարկ կա, դու արդեն պետք է փորձես գտնել, օպտիմիզացնել այդ distribution channel-ները, 8-րդ կետը, հա, դու պետք է կարողանաս այդ product-ը շուկային հասցնել լավ ձևով, արագ ձևով, որ այդ քո աճը մեծ լինի։ Հիմա այդտեղ էլ ոնց որ նշեց, product-ը կարող է շատ լինի, բայց այդ distribution եւս դժվար բան է, ու ստարտափներից շատերը մրցում են, գուցե product-ը կամ լուծումը նմանատիպ լինի, բայց տարբերվեն այդ դիստրիբուցիայից, այսպես ասած։ Հետո, եթե կան նաև product-ներ, այդ 9-րդ կետի մասին է խոսքը, այդտեղ արդեն երկու ձևի մարքեթինգ կա, կոպիտ ասած, մեկը sales-ն է, inbound-ը, այսինքն նախ քեզ են դիմում, կամ դու ես կապ հաստատում մարդկանց հետ, սկսում վաճառել սովորաբար B2B բիզնեսներում, այսինքն բիզնեսին ուղղված լուծումներում, այդտեղ արդեն outbound, այսինքն քո մասնագետներն են վաճառքի դիմում այդ քո պոտենցիալ հաճախորդներին։ PLG նշանակում է, որ այդ product-ը առանձնապես մարքեթինգ ու sales չի պահանջում, դա ոնց է, որ
ինչ որ մարդիկ սկսում են օգտագործել product-ը, հետո խորհուրդ են տալիս ուրիշներին, կամ product-ը իր մեջ արդեն ինչ որ լուծումներ է ներառում, որը ոչ թե ստիպում է, բայց խրախուսում է օգտատերերին եւս սկսվել ուրիշների հետ, ու այտենց այդ ամբողջ այսպես ցիկլը շարունակվի առանց շատ մարքեթինգի գործունեության, որը եւս շատ լավ բան է, բայց ոչ բոլոր ստարտափները կարող են դա տենց անել, որովհետեւ product-ը բոլոր product-ները չեն, որ կարողանում են տենց աշխատել։ Երբ որ արդեն մենք հաջողության ենք հասնում այդ փուլում, ուստեղ եթե ստեղ սա կոչվում է pre-seed, հա, pre-seed-ը ստեղ է idea team MVP, այս մասը կոչվում է ստարտափների աշխարհում pre-seed pool, pre-seed ֆինանսական pool, ստեղ գալիս է արդեն seed-ի մասը, seed, այսինքն seed-ի pool-ն է, ստարտափների գնահատումը այդտեղ սովորաբար չգիտեմ 5-ից 10 միլիոն դոլար է։ Երբ որ product-ը արդեն հասնում է, մենք հասնում ենք product market fit, այդ արդեն series A-ա կոչվում։ Series A, այսինքն գնահատման փուլը տեղ 30-ից 100 միլիոն կարող լինի այսօրվա թվերով։ Երբ որ մենք գնում ենք արդեն S8, 9, 10, այդ արդեն series B, series C, այդտեղ արդեն հարյուրավոր միլիոնների մասին է խոսքը, գնահատումը ստարտափի։ Ուտեղ սկսում են ստեղծվել այս, այսպես ասած, whole product, whole product-ը նշանակում է դու ոչ թե մի հատ product ես առաջարկում շուկային, այլ ինքը մի քանի product-ներ են իրար հետ կապված։ Օրինակ մի օրինակ կարող լինի Microsoft-ի փաթեթը, հա, այսինքն Excel-ը, Word-ը եւ այլն։ Կամ կարող լինի Apple-ի, չգիտեմ, տարբեր բաները, ասենք հեռախոսը, չգիտեմ, ժամացույցը եւ այլն։ Ու ստեղ սկսում ես ավելի այդ whole product-ը ստեղծելը, որ օրինակ HubSpot եթե մտնեք, այնտեղ product-ները շատ են։ Այսինքն այնտեղ marketing emails կա, CRM կա, deal management եւ այլն, հա, որտեղ դու փորձում ես ավելացնել դրա շուրջ, որտեղ այդ ամեն ինչը ստեղծում է եւս շրջանառություն։ 11-րդը այդ որ դու արդեն այնքան արագ ես աճում, որ չափազանց մեծ արդեն մարդկանց քանակ ես վերցնում աշխատանքի, որ այդ ամբողջ այդ առույցը ստարտափի կարողանա զարգանա առաջ գնա։ 12-րդը verticals-ը ինչ է նշանակում, verticals-ը նշանակում է տարբեր ինդուստրիաներ։ Այսինքն մենք կարող ենք սկսենք ինչ-որ մի ոլորտից, չգիտեմ, արդյունաբերություն, հետո այդտեղ արդեն մեզ լավ դիրք ունենանք վաճառքներ ու արդեն գնանք դեպի մյուս ոլորտ, չգիտեմ, ծառայությունների ոլորտ, ինչ-որ այլ շուկա։ Նաև գեոգրաֆիայի առումով մի երկրից նաև մյուս երկրին ենք տրամադրում այդ նույն ծառայությունը։ Այստեղ մի հատ տեսնենք գուցե հարցեր կան թե ոչ։ Այստեղ մի հատ հա, մի քանի դիտարկում Peter Thiel-ի ներդրումները, հա, Facebook-ի իր ներդրումը շատ լավ աշխատեց ինքը, ինձ Facebook-ից առաջ, եթե չեմ սխալվում, որտեղ էր PayPal-ում էր այդ բանի այդ Tesla-ի հիմնադիր Elon Musk-ի հետ, Series A, B, C, D հավանականությունը, որ ստարտափը չի հաջողվի, այսինքն pre-seed-ում 95%-ն որ չի հաջողվի, Series A-ի դեպքում ինչքան է։ Երբ որ ասում են 95%-ը չի հաջողվի, 5%-ը կհաջողվի, դա նշանակում է, որ 95%-ը չի հասնի exit-ի, հա, exit-ը կարող լինի M&A ու exit-ը կարող լինի IPO։ Այսինքն այդ 95% նշանակում է, որ ինքը այս շղթայի շատ մեծ փուլերի մասով անցել է արդեն։ Ոչ թե Series A-ում է ինքը 95% դախովում։ Որ sense եթե շատ հստակ թիվ չասեմ, բայց pre-seed-ից seed-ից դեպի Series A մոտավորապես 30% են անցնում, հա, 70% ամեն մի ռաունդում մոտավորապես փուլերի շրջանակում ամեն մի փուլից հետո մոտավորապես 30-ից 40%-ն է գնում մյուս փուլ։ Հայկական ստարտափների մասով ինչքան գիտեմ, բայց ստատիստիկա չկա, բայց պատկերացում ունենա, որ ավելի մեծ թիվ է։ Այսինքն pre-seed-ից seed-ից Series A մոտավորապես 40%-ն է անցնում, այդ 40%-ով գնում է դեպի VC-D եւ այլն, չգիտեմ, հարցին հուսամ կարողացա պատասխանել։ Հա, PayPal մարտյան, այո։ Կան հատուկ VC ֆոնդեր ներդրում, որ ներդրում են անում A-ից հետո։ Տեսեք, իհարկե կան, բայց Հայաստանում չկան։ Մենք Equify մասով ենք փորձելու փակել այդ մասը,
Որպեսզի պատկերացում ունենաք Series A-ում, որպեսզի ֆոնդը ներդրում անի, ինքը պետք է իր մեծությունը լինի մի $50 միլիոն, որտեղ 50 միլիոնից, եթե Series A-ս մասնակցում, մի քանի միլիոնի ներդրում է արվում։ Մեր ֆոնդերը իմանալով վերջի տվյալներով մոտավորապես 10 միլիոնից չեն հասնում։ Այսինքն ամեն մի VC ֆոնդ պետք է կարողանա ներդրում անել 20 ստարտափի մեջ։ Այսինքն ֆոնդը պետք է լինի մի 50 միլիոնանոց ֆոնդ, որ կարողանա 20 ստարտափի մեջ մինիմում 50, որ 20 ստարտափի մեջ մի քանի միլիոն ամեն մի ստարտափի Series A մասով մասնակցի։ Տենց ֆոնդեր մենք այսօր չունենք ու հենց դրա պատճառով է, որ Series A-ից հետո հայկական ստարտափները մեծամասամբ գումար չեն ստանում Հայաստանից, հա? Այսինքն Series A-ից հետո հայկական ֆոնդեր կամ հայկական կապիտալ չի մասնակցում հայկական ստարտափներում։ Equify մասով մենք փորձում ենք նպատակ կա փակելու այդ մասը, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մեկը մասնաբաժին ունենա, չգիտեմ, Series A, B, C ստարտափներում ու իր մասնաբաժինը վաճառի մեզ, որ մենք կարողանանք այդ մասնաբաժինը վաճառել նորմալ մարդկանց, ասենք մեզ բոլորից, հա, էլի փոքր տիկետներով, այսպես ասած։ Այդտեղ որոշ բաներ կան, նյուանսներ կան կարգավորումների հետ կապված, Հայաստանում ԿԲ-ի հետ կապված, որոնք դա թույլ են տալիս մենակ մասնագիտացված որակավորված ներդրողներին ու այդ քննարկումները ավարտի չեն եկել, բայց գուցե ինչ որ սահմանափակ քանակով մարդկանց ոչ որակավորված մենք կարողանանք նույնիսկ այդ ռաունդերում տրամադրել բաժնետոց, հա, արժեթուղթ։ Բայց այդ շատ ենք ուզում, որ ներդրողի տեսանկյունից, այսինքն շատերիս համար հետաքրքիր լինի ներդրել ABC եղանակ փուլերում, ոնց որ աշխատում ենք այդ ուղղությամբ, գուցե մեր միջոցով ինչ որ պահի կարողանանք դա տրամադրել։ Մյուս հարցը ստեղ իսկ ինչ են որոշում էից հետո ավելի ապահովությունա, թե եկամտաբերությունը, իսկ ինչ են որոշում էից հետո ապահովությունը, թե այս հարցը ճիշտ ասած լավ չեմ հասկանում, եկեք ֆոնդերը նկատի ունեմ, ինչի։ Հա, դե տեսեք, ինչքան ստարտափը այս ամբողջ շղթայով առաջ շարժվեց, իր ռիսկայնությունը նվազում է։ Այսինքն այն VC ֆոնդերը, որոնք ներում են անում B, C, D ռաունդերում, այդտեղ ռիսկը ավելի քիչ է իհարկե, բայց նաև եկամտաբերությունն ավելի ցածր։ Այստեղ ասիմետրիա չկա, էլի, որ եթե ես ներում եմ անում C-դում կամ Series B-ում, իմ ռիսկ եկամտաբերություն հարաբերությունը ավելի վատն է, քան թե Series D-ում։ Այնտեղ Series D, Series E, այսինքն այնտեղ ռիսկը ավելի ցածր է, բայց նաև եկամտաբերության սպասելիքներն են ավելի ցածր։ Ըստ դրա այդտեղ ասիմետրիա չկա, էլի փուլերի մասով։ Ուղղակի ֆոնդերը, որոշ ֆոնդեր վերջում են աշխատում, growth ֆոնդերը, որոշ ֆոնդերը աշխատում են pre-seed հակառակում։ Այդտենց ու ներդրողներ ընտրում են ես ավելի շատ մասնակցեն քիչ ռիսկայնության ֆոնդերում, դե դրսում Հայաստանում ոնց չկա։ Կամ մասնակցեմ սկզբնական փուլերում։ Հա, Digitech-ում մասնակցելու ենք, հենց որ շատ ուրախ կլինենք, հաստատ այս ոլորտը շատ նոր է, հենց որ ուրախ կլինենք այս ամենը եւս քննարկել Digitech-ի շրջանակներում։ Լավ, անցնենք առաջ, ստեղ ուրեմն մենք ուր հասանք։ Հա, այդ vertical-ներին հասանք, հետո կա M&A, exit-ներն են եւ sale or IPO։ Տեսեք, M&A-ը նշանակում է, որ այդ կազմակերպությունը գնվում է ուրիշ կազմակերպությունից։ Կազմակերպությունը կարող գնվի տարբեր փուլերով։ Պարտադիր չի ինքս ամեն շղթայով հասնի, չգիտեմ, S մասը 12-13 ու հետո վաճառվի։ Ինքը կարող վաճառվի նույնիսկ, չգիտեմ, 8-րդ կետում, 9-րդ կետում product market fit-ի ընթացքում կա դրանից նույնիսկ առաջ։ Հիմա շատ AI-ում այդ ոլորտում շատ են զարգացումները, որ մարդկանց քանակը լավ մասնագետների հետ քիչ են, որ ստարտափներին գնում են մենակ նրա համար, որտեղ լավ մասնագետներ են ու կարող է շրջանառությունը շատ մեծ չլինի, բայց հեռանկարները ստարտափի այնքան մեծ, որ նույնիսկ այդ փուլում են գնում։ Այսինքն այդ exit-ը կարող տևի, չգիտեմ, կես տարի, կարող տևի 2 տարի, կարող է տևի 5 տարի, կարող տևի մինչև IPO։ IPO-ն է ոնց որ նշեցի բորսային ցուցակումն է, Nasdaq կամ New York Stock Exchange սովորաբար։ Անցնենք առաջ, ուրեմն ինչ ունենք եւս ստեղ։ Հա, այստեղ ոնց որ նշեցի, բայց այս ձայնագրումը պրեզենտացիան հետո YouTube-ի ամեն ալիքում կլինի, հարթակում կդնենք։ Հենց որ նշեցի pre-seed, seed, series A եւ այլն,
Ռաունդների մասով ինչքան են իրանք փող ներգրավում, հա։ Series ժամանակ 1-ից 5 միլիոն, Series A ժամանակ ոնց որ նշեցի 5-ից 15 միլիոն եւ այլն, հա։ Ու դրա համար է այս մասով, քանի որ հայկական կապիտալը քիչ է այս պահին VC ֆոնդերում կամ այլ venture-ային կազմակերպություններում, այս Series A-ից հետո հայկական կապիտալը այս արժեքի ստեղծման մեջ ցավոք սրտի այս պահին չի բանալու։ Այստեղ նաև տրված են բավականին լավ տվյալներ, թե ոնց է հասնում ստարտափը ինչ շեմեր կան, որ այդ ստարտափը հասնի Series A, հա։ Օրինակ եկի ֆայլում դրված է Exord-ը, որտեղ է Exord-ը ինքը մոտավորապես այս շրջանակներում է ստեղ, հա։ Երբ որ հիմա իրանց մոտ շրջանառությունը 400,000 է տարեկան, ու այդ թիվը երկու անգամ կրկնապատկվել է վերջի 1.5 ամսվա ընթացքում։ Եթե իրանք ցան շարունակեն, իրանց գնահատումը կլինի արդեն, չգիտեմ, 15 միլիոն, եթե արդեն հասնեն Series A-ի, շրջանառությունը լինի 1-ից 3 միլիոն, արդեն Series A-ը։ Series A-ը, այսինքն եթե Exord-ը հասավ 1 միլիոնից 3 միլիոն, սովորաբար իր գնահատումը լինելու է 15-ից 50 միլիոն։ Իր գնահատումը արտքում 8.5 միլիոն է, որտեղ նաև VC-ներն են այդտեղ մասնակցում այդ արժեքով։ Հիմա այդ ARR-ը նշանակում է Annual Recurring Revenue, տարեկան աճ, տարեկան շրջանառություն կներեք։ Երբ որ դառավ 5-ից 15 Series B ու համապատասխանաբար 50 միլիոն արդեն Series E եւ այլն։ Ոնց որ նշում, տեսեք, այստեղ եւս շատ կարևոր մաս է, այս profitable ստարտափները չեն ուզում լինել, ինչու, ու բավականին տրամաբանական է։ Եթե այս ոլորտից չես, որ ես չգիտեմ, 10 տարի առաջ տրադիցիոնալ ֆինանսական ոլորտում է շատ տարօրինակ է թվում, թե ինչու են այս ստարտափները այսքան փող ներգրավում ու այսքան փոքր ասած վառում, հա։ Հա մինուսով են աշխատում, հա փողը ներգրավում, մինուսով են աշխատում, փողը ներգրավում, մինուսով են աշխատում։ Ինչու՞։ Որտեղ ստարտափի ամբողջ իմաստը այն է, որ ինքը ամենամեծ պոտենցիալ մասնաբաժինը շուկայում վերցնի։ Իրանց համար հետաքրքիր չի շահութաբերությունը։ Իրանց համար կարևոր է մասնաբաժին ունենալը, ու հետո երբ որ իրան գալիս են արդեն Series D, Series E, գնում են արդեն բորսա, այդ ժամանակ սկսում են աշխատել եկամտաբերության, շահութաբերության վրա։ Որտեղ եթե դու սկսում ես աշխատել շահութաբերության վրա Series A-ի ժամանակ, դու ուղղակի քո մասնաբաժինը փոքր է լինում շուկայում, ու դրա արժեքը որ ստեղծվում է շատ ավելի ցածր։ Հենց որ դրա համար է Tesla-ն, Facebook-ը կամ այլ տենց ստարտափներ չեն ուզում աշխատել պլյուսով, որտեղ դա իրանց աճն է սահմանափակում։ Ու դա տարօրինակ է թվում կողքից, բայց շատ դրամաբանական մոտեցում է, ու այս ամբողջ շուկան մինչև IPO, մինչև բորսա աշխատում է հենց այդպես։ Այստեղ ոնց որ դե մի հատ էլ 13 հատ հարց։ Թե չէ, հա, 13-ը անցնենք։ Այն մինուսով աշխատելը ու փող ներգրավելը ռիսկային չի, երբ Fed-ի ֆինանսական տոկոսադրույքը բարձր է, այսինքն հա, շատ լավ հարց է, մասնագիտացված։ Տեսեք, երբ որ կապիտալը թանկ է, այսինքն տոկոսադրույքները շուկայում բարձր են, ինֆլյացիայից ելնելով, տնտեսական բանը աճը արագ է։ Ինչքան տոկոսադրույքը բարձր է շուկայում, այնքան կապիտալը ավելի թանկ է ստարտափներում ներում անելու համար։ Մյուս կողմից, երբ որ տոկոսադրույքները բարձր են, տնտեսական աճը շատ բարձր է կամ համեմատաբար բարձր է։ Ըստ դրա մարդիկ ավելի շատ են հակված դիմելու ռիսկի, հա։ Այսինքն ամեն անգամ չի որ տոկոսադրույքը բարձր է ու դու ասում ես չէ տոկոսադրույքը բարձր է, ստարտափներում ներում չանեմ։ Տոկոսադրույքը կարող է բարձր լինի, բայց տնտեսական վիճակը նենց լավ է, որ մարդիկ ռիսկի են դիմում ու սկսում են նաև ներումներ անել ստարտափներում։ Կան օրինակներ, չգիտեմ, մի 2 տարի առաջ ինֆլյացիա էր բավականին բարձր, այդ ժամանակ տոկոսադրույքները բարձր էին, ու մարդիկ չէին ուզում ստարտափներում ներում անեն, գնում են տանում էին, փողը դնում էին, չգիտեմ, բանի մեջ, պարտատոմսերի մեջ կամ սովորական արժեքների մեջ։ Նենց որ կապիտալի բանը, արժեքը իհարկե տոկոսները բարձր են, տարբեր ձևով կարող ազդի։ Օրինակ, բանը տոկոսադրույքները բարձր են 2000 թվին, 2099-ին եւ այլն, բայց ժամանակ IT բում էր, էլի։ Բանը 2009-ին, 8-ին, հա, 8-ին, 7-ին, 8-ին։ Հիմա էլ այդպես տոկոսադրույքները ցածր են, բայց լիկվիդայնությունը ստարտափների առումով ներումները ավելի արագացել են։
Անցնենք առաջ, արդեն 20 րոպե մնաց մեզ, անցնենք առաջ։ Հա, այս հայկական ստարտափների մասով, որ փուլերում, այ կներեք ինչ որ շատ արագ գնաց, միապոլ գնալ։ Հա, այս ստարտափների մասով ինչ ստարտափներ մենք ունենք Հայաստանում, տարբեր փուլերում, ոնց որ տեսնում ենք, մենք ունեցանք մի IPO service title-ի, երկու հատ մենք unicorn ունենք այս պահին, ունենք մի քանի հատ Series C-ում ստարտափներ, նաև ունենք մի 5 հատ Series B, 8 հատ Series A եւ այլն, այսինքն այս ամբողջը մեր, այսպես ասած, ֆանանա ստարտափների, որոնք ունեն շուկայում այս պահին բավականին մեծ առաջադիմություն, հա, ու ոնց որ ասեցի, այս փուլերում IPO D, C, B, A, այդտեղ արդեն մեծ ներդրողներ են ներում անում միջազգային VC ֆոնդերը։ Հիմա ոնց ներդրում անել ստարտափներում, խոսենք թե ինչ կառույցներով է սովորաբար ներդրում արվում ստարտափներում։ Տարբեր գործիքներ կան, դե առաջինը գրանտերն են, այդ մի քիչ ավելի այդպես պետական մակարդակով արվում կամ միջազգային կազմակերպությունների, մասնավոր կապիտալը սովորաբար այս 4 բաների միջոցով է մասնակցում, angel network-ներ, այկա բանա, Row House Angel Stan, այստեղ ասած մեծահարուստների կամ այդ տիպի մարդիկ են ներում անում, այստեղ minimum investment-ը 5-ից 5000-ա, 5000-ից սովորաբար չի լինում, կամ 10000-ա լինում։ Եղել են ներումներ, չգիտեմ, այկայի միջոցով, որտեղ ես տարիների ընթացքում համահիմնադիր էի, կամ հիմա էլ եմ համահիմնադիր, նաև տնօրեն էի մի տարի առաջ։ Դա մաքսիմումը նույնիսկ 250,000 էր ներդրողի կողմից։ Այսինքն ներդրումների մասշտաբը շատ ավելի մեծ է, կամ մեծ է։ Այն ինչ որ մենք ենք անում ենք FI-ով, ստեղ ներդրումների քանակը մենք դիտմամբ ենք այս ամենը հասանելի դարձել նորմալ մարդկանց, $25-ից մինչև, չգիտեմ, $20,000 ներդրում են արել առաջի երկու լիստինգի երկու ցուցակման ընթացքում, հիմա երրորդն ենք դրել, ըտեղել գուցե որոշ ներդրողներ բավականին բարձր թվերով պայմանավորվածությունների պետք է ներդրում անել։ Կան նաև VC ֆոնդեր, իհարկե, Big Story, Granapos, Formula, Smartgate եւ Triple S։ Ստեղ որպեսի VC ֆոնդում ներդրում անել, այդտեղ մինիմալը $50,000 է ու մաքսիմալը Հայաստանում ես կարծում եմ 250-ի կամ ինչ է ավելի կարա լինի, եթե ինստիտուցիոնալ ներդրող է, գուցե ինստիտուցիոնալ ներդրողները կարող են միլիոներ դնել։ Միջազգային VC ֆոնդերը այնտեղ, չգիտեմ, տասնյակ միլիոնների մասին է խոսքը։ Ունենք ինկուբատորներ, ակսելերատորներ, բարբերաբար եւս ներդրումներ են առաջարկում, բայց դա, այսինքն իրանք ուրիշ ձևով են կապիտալը հայտայտում։ Այսինքն մասնավոր ներդրողի համար մոտարապես այս գործիքներն են հասանելի։ Հիմա ինչ ենք մենք անում այս ուղղությամբ, եթե հարցեր չկան այս ամեն ինչի շուրջ, մենք այդ Equify-ը ոնց որ ստեղծել ենք մի հարթակ, որը բոլորիս այդ նույն ստարտափների հասանելիությունը տրվի։ Չինա որոշները գուցե արդեն ներում արել են, արդեն տեղյակ են գործունեությունից, մենք այդ առաքելությունը, որ ունենք, համ եկամտաբերությունը, համ երկրի մակարդակով այս բանը ենք շատ ցույց տալիս, ինչու է կարևոր տեխնոլոգիաները Հայաստանի համար, յուրաքանչյուր երկիր ապահովությունն ու անվտանգությունը նույնիսկ ամենաառաջինը դա կրթությունն է, հետո կրթություն, գիտությունը, հետո տեխնոլոգիաներն են։ Հիմա մենք այս կարմիրի վրա ենք աշխատում նորարարություն տեխնոլոգիաները, ինչ որ չափով աջակցելու ենք 5%-ով մեր շահույթը աջակցելու ենք գիտության պրոյեկտներին։ Հիմա շատ քիչ է, ոնց որ ասվեց, մեր հայկական կապիտալը չի մասնակցում Series A-ի մեջ, Series B-ի մեջ եւ ավելի բարձր փուլերում։ Հիմա մեր ընդհանուր ֆինանսական ակտիվների Հայաստանում 0.06%-ն է վերջի հաշվարկներով գնում, ու դա մի 25 անգամ գուցե ավելի փոքր է, քան այլ երկրներում։ Ոնց որ տենց ուղղությունը շատ կա գործում էլ այդ ուղղությամբ։ Ինչու է այս ամեն ինչը Հայաստանում շատ լավ զարգանում, որովհետև շատ մեծ քանակի կազմակերպություններ կան Հայաստանում, հիմնադիրները, ոնց որ նշեց, հիմնադիրները շատ կարևոր են, այդ հիմնադիրները թե այս կազմակերպություններից են, թե Սփյուռքից շատ մարդիկ կան, որոնք, չգիտեմ, Blue Qubit-ը, որ աշխատում է quantum computing-ի հետ, մարդիկ Stanford PhD են, մարդիկ, չգիտեմ, աշխարհով մեկ quantum տեխնոլոգիաների մեջ top 20-ի մեջ են մտնում։ Հենց որ բավականին ուժեղ էկոհամակարգ կա ու դրա համար է ստարտափներ
ունենում ենք բարբերաբար։ Այս աճ կողմից է մեր էքսպորտը, որը շատ արագ աճում եւս Հայաստանից եւս մրցակցությունն է նկարագրում։ Ինչ է ստանում մեր պարագայում, եթե angel investing-ը կամ հետաքրքիր է կամ VC-ն հետաքրքիր է կամ երբ որ մարդիկ մեր հետ են բանանում, ներդրումներ անում, ներողները սա են ստանում, այսինքն նախ ստարտափների մեջ հասանելիություն ու այն ստարտափների մեջ, որոնք արդեն VC-ների կողմից ներդրում արած են, այսինքն մենք շատ ակտիվիստ ենք հասել angel հարթակները շատ ժամանակ կամ VC-ները, հա, մեր մոտ արդեն այդ փուլը պետք է անցած լինես, որ մեր մոտ կարողանաս ցուցակվես։ Հետո վերլուծությունը արվում, due diligence արվում, ստանում է նաև պորտֆոլի դիվերսիֆիկացիա։ Դա կարևոր է, որտեղ եթե մարդ $10,000 ներդրում անում մի ստարտափում, VC-ները ոնց են ներդրում անում, 20 ստարտափի մեջ են անում կամ 20-30 հատ։ Պատկերացրեք 200,000 ներդրում պետք է արվի ստարտափում, ստարտափներում 20 հատ, այդ 200,000-ը չպետք է մեծ տոկոս կազմի քո պորտֆելի, ըստ դրա դու մի 2 միլիոնի պորտֆել պետք է անանաս, որ այդ 10%-ը հատկացնի ստարտափներին։ Ու այս մասն ոնց որ ասի կարևոր է տեխնոլոգիական մասը Հայաստանի մասով։ Ստարտափները ինչ են ստանում, կապիտալ են ստանում, նաև շատ գնահատված է խորհրդատուներ, ցանցը, որ ստեղծվում է հարյուրավոր ներդրողների միջոցով, կլիենտների հետ ինտրոներ, չգիտեմ, կապեր եւ նաև visibility, այսինքն քանի որ Equify կարգավորվող շուկայում է ԿԲ եւ այլն, ստարտափը ուսումնասիրությունը բավականին մեծ անցնում, հետո ցուցակում է, ոնց դրա նաև ինքը ավելի հուսալի կազմակերպություն է դառնում, եթե անցել է։ Ստեղ ցույց տամ ինչ տեսք ունի հարթակը ներսից, նրանց համար ովքեր չեն հասցրել դեռ։ Այս ստարտափները սենց են ցուցակում, հետո կարելի է մտնել, կարդալ, ինչ են անում, ոնց են անում վիդեոներ։ Երբ որ արդեն մարդիկ սկսում են ներդրում անել, շատ պորտֆոլիոյի էջը բացվում, արդեն ցույց է տրվում, որտեղ է դիվերսիֆիկացումը տեղի ունեցել, չգիտեմ, որ ոլորտներում է արվել, ինչ տիպի տեխնոլոգիաներ են։ Ստեղ փորձել ենք փակել անձնական ներդրումների քանակը, թե ինչքան է ոնց, բայց բոլոր այս կազմակերպություններում, որտեղ ներդրում արվել, ամեն մեկս ունենալու ենք մասնաբաժանելի ինչ որ հատված, ասենք, քանի ինչքան որտեղ ներդրում արվել։ Հետո շատ կրթական մասեր ենք դնում հարթակում, եւս կդնենք, շարունակենք դնել, նույն տիպի վեբինարի պես տեղեկատվություն, եւ նաեւ ունենք reports updates, որտեղ ցույց ենք տալիս, թե ինչ առաջադիմություն է այդ նույն ստարտափը, որի մեջ ներդրում ենք անել, ցուցակել, այսինքն ինչ է տեղի ունեցել, ինչ ինֆորմացիաներ կան եւ այլն։ Անցնենք առաջ։ Equify մասով եւս կարող նշել, թե վերահսկողությունն է շատ մեծ, արժեքամսերը սպառվում են դեպոզիտարիայում, հենց այս վերջերս նաև ISO-ի տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ ստացանք, մարդկանց ստարտափների տեղեկատվությունը, որ ճիշտ ենք պահում, լավ ենք պահում ապահով, հենց որ շատ մեծ գործ է արվել տարբեր այս բաների հետ, կառույցների հետ։ Այստեղ մենք սովորաբար դնում ենք նաև հաճախ տրվող հարցեր, բայց մի հատ դες հարցնեմ ինչ հարցեր կան այս պահին, կարանք հարցերի մասով, եթե այլ հարցեր չկան, կարանք այս հաճախ տրվող հարցերին անդրադառնալ։ Հարցեր այս պահին։ Okay, դե ուրեմն այս հաճախ տրվող հարցերին անցնենք։ Ոնց են ստարտափները մեր մոտ ցուցակվում։ Ցուցակում են այսպես, որ ոնց որ նշվեց, այս կրիտերիաներին ենք մենք պետք է համապատասխանեն, այսինքն angel-ները պետք է ներդրում արած լինեն կամ հայկական VC ֆոնդերը ներդրում արած լինեն, ինչեւ մենք դա տրամադրենք հարթակում։ Այսինքն այդ կրիտերիան է, հետո երբ որ իրանք արդեն ներդրում են արել այս որոշներից, հետո իրանք համապատասխանում են մեր առաջի կրիտերիային։ Երկրորդ կրիտերիան այն է, որ մենք արդեն ինքնուրույն due diligence ենք անում։ Եթե համապատասխանում է կրիտերիային, արդեն սկսում ենք այդ դիմել ստարտափների հետ զրուցել, խոսել, հետո արվում է due diligence, ու այդ ամեն ինչը հանձնաժողով արվում 5 հոգանոց, հետո արդեն նույն հանձնաժողովը որոշում է ցուցակել թե ոչ։ Ոնց են մարդիկ դուրս գալիս ստարտափներից։
կամ մասնավոր վաճառք դեպոզիտարիայի միջոցով, այսինքն անվեր արժեքները գրանցվում են հետո դեպոզիտարիան կադաստրի պես կառույց է, գրացվում է մտեղ ու չգիտեմ, կարա փոխանցում լինի կամ ժառանգություն լինի կամ ինչ-որ տարբերակներ կան վաճառքի նույնիսկ։ Երկրորդ տարբերակը, որ VC-ն է մեր մասնաբաժինը առնում boost round-ում, այսինքն գալիս է Series A-ում, ինչ որ VC առնում է մեր այդ SPV սինդիկատի մասնաբաժինը բոլորից, մենք շահույթով գումարը հետ ենք ստանում։ Ստարտափը վաճառվում ոնց որ ասենք եւ իհարկե բորսայում ցուցակում։ Ինչքան ենք ներում անում ստարտափներում, մասնագիտացած մոտեցում է նա, որ ունեցվածքի 10%-ից քիչ, շատ կարևոր է, շատ ռիսկ չվերցնել, կամ եկամուտից, ամսական եկամուտից 2%, բայց այդտեղ շատ կարևոր է այս երրորդ մասը, որ այս ամեն ինչը եթե որոշում եք ներում անում ստարտափներում 20 հատ, 30 հատ պորտֆել ձևակերպի, որտեղ էլի ոնց որ ասենք, դրանից մի քանիսը շատ լավ են լինելու, որոշները կամ շատերը գուցե ձախողվեն։ Մեր մոտ շատ խիստ է հիմա due diligence-ն, այսօր կարող է մեր հավանականությունները ավելի բարձր լինեն, բայց բոլոր դեպքերում դա կարևոր է 20-30 հատի մեջ ներում անել, մոնը քիչ-քիչ, ավելի քիչ-քիչ 20-ի մեջ, կաստե միանգամից մեկի մեջ որը շատ է գալիս։ Ու կարևոր է նաև այդ 2-3 տարվա ընթացքում արվի, ոչ թե միանգամից։ Այսինքն շատ ենք հնչում հարցը, թե ինչու միանգամից չենք դնում, որովհետև 3 տարի առաջ AI-ը չկար, կային տարբեր տիպի ուղղություններ, որոնք շատ հետաքրքիր են ներում։ Հետո AI եկավ, վերափոխեց ամբողջ ոլորտը, այսինքն ժամանակի դիվերսիֆիկացիան շատ կարևոր է։ Ոնց սկսել, մեր մոտ process-ը շատ հեշտ է, sign up-ը մի հատ, երկու հատ նույնականացման հաստատող պետք է վերբեռնի, որ մարդկանց ունեցվածքը ճիշտ ձևակերպի եւ գրանցվի, կամ քարտով են ներումները արվում, եթե փոքր են, եթե մեծ են գումարները, արդեն բանկային փոխանցումով։ Տեսնենք ինչքան ժամանակ ունենք եւ արդեն ոնց որ թե ավարտենք։ Այս պահին ունենք մի հատ շատ պոստումնալից կազմակերպություն, իր անունը Exorda, մենք 7 տարի աշխատում եմ ես այս ոլորտում կամ հանձնաժողովի անդամները 10 տարի մոտավորապես, սենց ստարտափ, որը այսպիսի հետաքրքրություն է ունեցել միջազգային ներդրողներից, արդեն 2 հատ VC ներդրում արել մեջը, մենք չենք ունեցել, ոնց որ շատ պոստումնալից է, իր շրջանառությունը այդ ARR կոչեցել արդեն 400,000 է, մի ամիս առաջ, մեկ կես ամիս առաջ հուսակման ընթացքում 200 էր, pipeline-ը, այսինքն ինչքան իրանք եւս բանակցությունների մեջ են բանի, ասենք վաճառքների, արդեն 2 միլիոն է, հիմա եւս մասնագետ են վերցել ամերիկական շուկայում, որը տեղել վաճառքները մեծացնեն, ու իր պրոդուկտը, ինչքան մենք նայել ենք, sense պրոդուկտ, արագ աշխատող, տես մեծ ծավալներով սոցիալական տվյալներ հավաքագրվելով ու real time վերլուծություն անելով AI-ի միջոցով տրամադրելով հաճախորդներին, տենց ստարտափ չենք տեսել, չենք գտել ուղղակի։ Ու այս ստարտափի լավը նաև այն է, որ իր պրոդուկտը շատ պատրաստ վիճակում է։ Այսինքն, երբ որ ներում ես անում ստարտափում, իրանց փողապետ լինում թե վաճառքներ մեծացնելու համար, sales-ի համար, թե պրոդուկտ սարքելու։ Այստեղ պրոդուկտը շատ հասուն փուլում է, ու ըստ դրա իրանց փող են ներգրավելու են այդ փողը, որպեսզի վաճառքը մեծացնեն։ Ոչ թե որ պրոդուկտը սարքեն։ Ինչ որ գումար գնալու է դեպի դա, բայց շատ ավելի մեծ գումար գնալու է դեպի sales, այսինքն այդ sales-ը դառնալու է վաճառք, դառնալու է գնահատում։ Այդ Exorda-ի մասին խոսացինք, այս էլ ինչ ենք անում ես, կարակ այցելեք, կարակ գրեք, կարակ զանգեք, ոնց հարմար է, կայքում եւս կան տվյալներ, ոնց որ ուրախ կլինենք ձեր հետ կապ հաստատել այդ միջոցով, կարակ գաք Digitech եւս, արդեն այդտեղ նաեւ անձնապես կարող ենք խոսել, զրուցել, ինչ հետաքրքրություն կա, ինչ հարցեր կան եւս բաց թողնված։ Այլ հարցեր այս պահին։ Դե ուրախությամբ կսպասենք ձեզ Digitech-ում, այնց որ եթե այլ հարցեր չկան, ձեզ լավ ենք մաղթում, այս պրեզենտացիան կլինի նաև YouTube-ում, ոնց որ նշեցի, տվյալները կարաք նայեք, որ պատկերացնեք ստարտափները, որ փուլում են, որ դրում ենք ցուցակում կամ որոնք ցուցակում ենք եւ ինչ է իրենց սպասում։ Դե այսքանը, ինչ հանդիպում։